սիրելի ժողովուրդ, իհարկե էթիկայի կանոնագիր կամ էթիկայի հանձնաժողով խիստ կարևոր է որ լինի եւ կարևոր է որ այդ բարեվարկությունը պահպանեն առաջինը պատգամավորները։ Բայց գիտեք Տիկին Ջուլակյան, ես կարդում եմ ՔՊ-ի էթիկայի կանոնագիրքը ու փորձում եմ հասկանալ, Ջուլակյանը չեմ կարողանում հասկանալ, էլի, անկեղծ ձեր նկրտումները չեմ ուզում կասկածի տակ դնել, որ լինելու է էթիկա մյուս, բայց օրինակ ձեր երկրորդ կետը որ կա, ազնվություն եւ պարկեշտություն, այսինքն կուսակցականները դուք պարտավոր եք լինել ազնվորեն եւ հանրային գործունեության վերաբերյալ ներկայացնել միայն ճշտամարիտ տեղեկատվություն, բայց այնինչ ես դալիճում տեսնում եմ կարգավիճակ ունեցող անձանց, ովքեր դա չեն պահպանում։ Գիտեք երկրորդը որն է, ձեր կուսակցականները պարտավոր էին պահել խուսափել հովանավորչությունից եւ նեպոտիզմից, իսկ այդ նեպոտիզմը, այդ պոզով կենթանին մտել է ձեր կուսակցության մեջ ու դուրս չի գալիս ձեր շենքը։ Գիտեք ինչի համար, որտեվ նեպոտիզմը դա կողմնակալության ձև է, հիմնված ծանոթությունների, ընտանեկան կապերի վրա, երբ պաշտոնատար անձը չարաշահում է իր լիազորություններն ու իշխանությունը իր ընտանիքի անդամին, բարեկամին կամ ընկերոջը աշխատանքով ապահովելու կամ ծառայություն մատուցելու համար, անկախ նրանից, որ վերջինս չունի ոչ համապատասխան որակավորումը, ոչ գիտելիքները։ Մի օր որ պարապ չլինեմ, այդ նեպոտիզմի մասին ու ՔՊ-ի մասին երկար լեկցիա կկարդամ մի քանի ժամանոց։ Հաջորդը ձեր էթիկայի կանոնագրքի մեջ ասում է երրորդ կետով հավասարություն եւ խտրականության բացառում, դա տենց է թե չէ, բայց ժամանակի մեջ տեղավորվում պարոն Ռուբինյան, անհույս չի, որովհետեւ ձեր 5-րդ կետը ասում է, որ կուսակցության անդամը պետք է լինի բարեվարկ։ Եվ քանի որ որոշում ենք կայացրել, որ բարեվարկ լինի, բայց դուք էթիկայի կանոնագիրքը ձեր հրապարակած մի քանի օր հետո մոռացել եք իսպար։ Հույսով եմ այս անգամ չի կրկնվի։ Շնորհակալություն։ Դուք էլ ձեր հրապարակեք, ձերն էլ քննարկենք, պարոն Մանուկյան։ Էդգար Ղազարյան։ Եթե կա էլի ձերը, չգիտեմ, կա թե չկա։ Ազգային ժողովի Ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների հարգելի պատգամավորներ, ազգային ժողովի աշխատանքներին հետևող քաղաքացիներ, այդ թվում քաղաքացիներ, ովքեր ազգային ժողովի աշխատանքներին հետևում են նիստերի դահլիճից եւ ոչ միայն հետևում են, այլև մասնակցում են այդ աշխատանքներին։ Իմ այս ընդգծված վերաբերմունքը խնդրում եմ էթիկայի տեսանկյունից մի դիտարկեք։ Կարող եք էթիկայի տեսանկյունից դիտարկել այն առումով, որ դա ազնվության բացառիկ դրսևորում է։ Ես պարզապես անկեղծ եմ ձեզ հետ հարաբերություններում։ Եթե նկատել եք այս օրերի ընթացքում, ես ձեզ ոչ ոքի չեմ ողջունում, չեմ բարևում, անգամ նրանց ում հետ, որ ունեցել եմ անձնական շփումներ, հարաբերություններ շատ քչերի հետ։ Եվ սա իմ անկեղծ զգացմունքների դրսևորումն է։ Սա քաղաքավարության պակաս չէ, որովհետև դուք շատ մեծ ցավ եք պատճառել ինձ։ Դուք շատ մեծ ցավ եք պատճառել մեր ամբողջ ժողովրդին։ Այն աններելի է ինձ համար։ Եվ ես կարող եմ ձեր նկատմամբ փոխել իմ վերաբերմունքը միայն այն դեպքում, եթե դուք դահլիճի այս հատվածից ձեր սեփական որոշումներով տեղափոխվեք դահլիճի մյուս հատված, որտեղ նախատեսված են տեղեր նաև անկախ պատգամավորների համար։ Սա շանս է, որպեսզի ես փոխեմ իմ վերաբերմունքը։ Ինչ վերաբերում է այս հանձնաժողովի ստեղծմանը, ես ուրախ եմ, որ այս հանձնաժողովը ստեղծվում է, որովհետև հուսով եմ, որ այդ հանձնաժողովի առաջի շահառուները կլինեն Ռուստամ Բաքոյանը եւ Արթուր Հովհաննիսյանը, ովքեր որ իմ հանդեպ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք եւ մինչ օրս չեն կատարել դատանի օրինական ուժի մեջ մտած վճիռները, որի համար Վեդու եւ Շենգավիթի քննչական բաժիններում հարուցված է քրեական վարույթ։ Շնորհակալություն։ Էդուարդ Աղաջանյան։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը եւ այսօր Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկը արդեն 3 անգամ մոտեցավ այս ամբիոնին, դիմելիս նշեց երկու ընդդիմադիր խմբակցությունների անունը, մոռացավ
երրորդ ամենամեծինը եւ ահա քիչ առաջ վերջինս հիմնավորեց, թե ինչու է այդպես անում։ Անկեղծ ասած, եթե այս հիմնավորումը չլիներ, հարց է ուղղելու պարոն Ղազարյանին, ինչով է պայմանավորված այդ մոտեցումը, արդյոք նեղացել եք մեզանից, որ մեր անունը չեք տալիս, չգիտեմ, խռովել եք, չեք խոսում մեր հետ։ Մի հատ այնպես պատգամավոր ունենք նախորդ գումարման ազգային ժողովում, ամբողջ նիստերի ընթացքում սենց մեջկանց էր մեզ նստում։ Հիմա սա դրա այլ դրսևորում է, ու փաստորեն պարոն Ղազարյանը քիչ առաջ հաստատեց, որ նա նեղացել է մեզանից, խռոված, ասում է, դուք ինձ վիրավորել եք, ենթադրվում է, նա նեղացել է մեզանից եւ սակայն հակառակ մի տեսանկյուն կա, պարզ չի, թե ինչի պետք է պարոն Ղազարյանը սկսել մեր հետ խոսել այն պարագայում, եթե մենք դառնայինք ընդդիմություն։ Դրան զուգահեռ պարոն Ղազարյանը ասում է, որ մեզ ըստ էության չի ընկանում որպես ազգային ժողովի պատգամավորներ, որովհետև մեզ դասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ուրեմն հերթական քաղաքացիների շարքին, ովքեր հետևում են այս նիստերին։ Ես չգիտեմ, հարգելի գործընկերներ, կամ դիմում եմ Հայաստան խմբակցության մեր գործընկերներին կամ մասնավորապես խմբակցության ղեկավարին, ես չգիտեմ, այս դերաբաշխումը դուք նպատակային եք անում, թե ոչ, թե պարոն Ղազարյանը դուրս է ձեր վերահսկողությունից, ամեն դեպքում խնդրում եմ կարգի հրավիրեք ձեր գործընկերոջ։ Արփինե Դավոյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, բոլոր հարգելի գործընկերներ, քանի որ էթիկայի հանձնաժողովի հասն է քննարկվում եւ անդադ ձեր խմբակցությունից խոսում է Էդգար Ղազարյանը, ես ուղղակի մի հարց եմ ուզում ուղղել ձեր խմբակցության ղեկավարին, պարոն Կարապետյանին, կամ դուք կարող եք այդ հարցը վերահասցրավորել Էդգար Ղազարյանին, քանի որ Էդգար Ղազարյանն անդադ խոսում է էթիկայից, բարևարկությունից եւ այլ, խնդրում եմ ձեր խմբակցության անդամ Էդգար Ղազարյանին հնարավորություն տակ ամբիոնից պատմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչու ոչ նաև պատգամավորներին բոլոր, թե ինչպես անցավ իր վերջին դատական նիստը, ինչպիսի վճիռ կայացրեց դատավորը, սահմանադրական դատանի դատավորներին վիրավորելու վերաբերյալ եւ արդյոք քրեական օրենսգրքի որ հոդվածով էր նախատեսված այդ վճիռը։ Ես կարող եմ դա ասել, բայց ես հարկ չեմ համարում ասել, որովհետեւ նա ձեր խմբակցության падգամավորն է եւ ձեր խմբակցության падգամավորն է քրեական օրենսգրքի 497 հոդվածի երկրորդ մասով մեղադրվել։ Կարծում եմ դուք դա կպատասխանեք կամ նախկին փաստաբան Արամ Վարդևանյանը։ Շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա Վահագն Ալեքսանյանը։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես նորից սպասում էի, որ այս հարցի քննարկման ժամանակ գոնե ուժեղ Հայաստան խմբակցության անունից կհնչի ելույթ եւ կհնչի ներողություն հայ զինծառայողների մահը կամենալու համար, իրենց խմբակցության անդամի կողմից եւ կրկին չհնչեց։ Դրա փոխարեն նորից ելույթ ունեցավ Էդգար Ղազարյանը, ով այս անգամ արդեն ավելի հեռու գնաց, ասաց, որ մեր խմբակցության անդամների ինչ որ տեղափոխության հարցերով էր զբաղվում, փորձում էր զբաղվել առնվազն, պարոն Ղազարյան, դա լավ դաշտ չի։ Հավատացնում եմ ձեզ, եթե մենք սկսենք տեղափոխության հարցերով զբաղվել, շատ ավելի հետաքրքիր լուծումներ կգտնենք եւ շատ ավելի հետաքրքիր բաների կհանգենք վերջի վերջո, ու ընդհանրապես առհասարակ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ դուք ինքներդ միջև падգամավոր դառնալը պնդում էիք, որ եթե ընդդիմությունը վերցնի մանդատներ, ապա 5 տարի շարունակ ենթարկվելու է ծաղրի եւ ծեծի իշխանության կողմից, հիմա ակնհայտորեն դրա հակադիր պատկերը տեսնելով, ամենայն հավանականությամբ այն վերջի աթոռում դուք կնստեք որպես անկախ падգամավոր առանձնացած ձեր խմբակցությունից, պարոն Ղազարյան։ Բայց ինչևէ, այն առաջարկը, որ ուժեղ Հայաստան խմբակցությունը, առաջարկը չէ, սա պնդում է, հարգելի գործընկերներ, եւ սա իրապես պնդում է։ Եկեք ես մի այսպիսի բան եմ առաջարկում, մի այսպիսի բանաձև եմ առաջարկում, հա։ Իմ տպավորությամբ, անկեղծորեն ասած, Էդգար Ղազարյանը ընդդիմադիր քաղաքական դաշտի բանն է, բարոյականության կողմնացույցն է, այսպես։ Էդգար Ղազարյանը, եթե այստեղից գա ու ներողություն խնդրի իր ասածների համար, դա կընկալենք։
Եթե ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը ներողություն խնդրեն իրենց խմբակցության անդամի փոխարեն, դա էլ կընկալենք։ Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, հարգելի գործընկերներ, ասում եմ խմբակցության Մարտիրոսյանը մեր մոտից է, նախագահությունից է, ձեր մոտից պետք է խնդրեմ։ Այդ արդեն չէ, չեղավ այդ ժողովուրդ ջան։ Խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հարգելի գործընկերներ։ Հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվություն։ Դուք կիսում եք պատասխանատվությունը։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, Տիկին Ջուլակյան եզրափակիչ ելույթի համար համեցեք։